Սպասանհայր 2 օր անցել Գյումրու արտահայտ ընտրություններից, բայց այդպես էլ քաղաքապետ չի ընտրվել։ Չի ընտրվելու, բավականին հավաքվի նոր ընտրի։ Բոլորը սպասում են Մասուն Գրիգորյանին, բայց նաև յուրություն է պահպանում այդպիսով քաղաքական դաշտ խաթարելով, հա, ընդդիմությունը կարծես թե չի կարողանում միավորվել։ Ձեր գնահատականը, դիրքորոշումը, մեկնաբանությունը։ Չի միավորվում, թող չմիավորվի, մեծ ողբերգություն։ Իրենց համար է ողբերգություն, ում համար է ողբերգություն։ Կապնկշահի, թող իրենք էլ ողբերգության մնան կոդրած տաշտակի առաջ, իրենց գույզն է։ Ինչքան կարելի է իրենց հետևից վազել, որ մի մեծ ողբերգություն չի լինի։ Աշխարհը չի քանդվի։ Գյումրեցին չի դուժի։ Գյումրեցին հայել դուժած է։ Այս բոլոր տարիների մեջ դուժել է, երբ է շահել որ։ Եվ հիմնականում նաև դուժել է իր ընտրությունների ձեռը։ Հիմա էլ անենց ընտրությունն է կատարել, որ ռեբուս է։ Մենք ասել ենք, պատրաստակամություն հայտնել ենք իրենց միավորելու։ Իրենց կողմից չկա այդ ոչ պատրաստակամությունը, ոչ ցանկությունը, ասված իրենց հետ։ Կմիանան, չեն միանա, չեն միանա։ Ոչ իմ տարիքը, ոչ իմ հանգամանքը թույլ չեն տալիս, որ ես ելնեմ երիտասարդի նման վազեմ իրենց հետևից։ Չէ՞։ Ասեցինք, հրավիրեցինք, հորդորեցինք, պատկամեցինք, ջանքեր թափեցինք, դերակատարություն ունեցանք իրենց քվեների մեջ, դրանից ավել ինչ անենք մենք։ Ուզում են միավորվել, թող միավորվեն, չեն ուզում միավորվել, թող չմիավորվեն, դեմոկրատիա է։ Օպտիմալ լուծումը, բայց որը պետք է լինի։ Օպտիմալ լուծումը այն էր, ինչ որ ես ասել էի։ Նախ ես ասել էի, որ ընդդիմությունը մեկ դեմքով պետք է հանդես գա։ Չուզեցին, չարեցին, 15 դեմքով հանդես եկան։ Լավ, հիմա էլ եղել է այս արդյունքը, ասում են միավորվեք, էլի սկսում են բաներ, ռևերանսներ, բաներ եւ այլն։ Գնացեք ինչ ուզում եք արեք, ես այլևս չեմ ուզում խառնվել։ Բացարձակապես։ Եթե իրենք կարծում են, թե ինչ-որ շահագրգռություն ունի թեմի առաջնորդ այս ամեն ինչի մեջ, բացարձակ սխալվում են։ Իմ շահագրգռությունը քաղաքի շահն է, հանրապետության շահն է, հայրենիքի շահն է, ժողովրդի շահն է։ Անձամբ ինձ համար բացարձակապես մեկի ով կլինի քաղաքապետ, ով ուզում է լինի։ Ուզում է թող Սարի կլինի։ Ինչ խնդիր կա։ Փոխանակ իրենք խնդրեն, որ թեմի առաջնորդը միջամտի, դերակատարություն ունենա, հաշտեցնի, հանդիպեցնի, նստեցնի, միավորի, ես պետք է իրենց հետևից վազեմ։ Սպասան ինչ եք կարծում արդյոք այս քարոզարշավի ընթացքում թեկնածուների կողմից հնչեցված մտքերն էին նաև, որ հիմա չեն կարողանում միավորվել, որովհետև Կարմիր թելի նման անցնում էր այն, որ ընդդիմադիրները ԿՊ-ին չեն ձայն տալու, ընդդիմադիրներն էլ միմյանց միջև ամեն դեպքում այդ կռիվը կար։ Ասում է ԿՊ-ն գովազներ էր այսպես տարածում, որ ընտրելով, չգիտեմ, Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին ի վերջո ձայն են տալու Վարդան Ղուկասյանին, Մարտուն Գրիգորյանն էլ հայտարարում էր, որ ինքը որևէ մեկին ձայն չի տալու։ Ուրեմն շատ լավ, ինչ ասել են մինչև ընտրություն, մնում է մինչև ընտրություն։ Ընտրությունից հետո այլևս պետք է ուրիշ բաների մասին խոսվի։ Այդ բոլորը, այո, նախընտրական հնարքներ են, որ բոլորն էլ կիրառում են։ Բոլորն էլ ասում են, ես հաղթելու եմ, ես 50% լինելու է, սրան ձայն չեմ տալու, նրան ձայն չեմ տալու, սրա հետ կոմպրոմիս չունեմ, նրա հետ հաշտություն չունեմ։ Էդի բոլոր նախընտրական հնարքներն արվում են։ Ընտրությունից հետո դրանք պետք է մոռանալ։ Դրանք պետք է մոռանալ։ Եվ ըստ անհրաժեշտության գործել։ Եվ ոչ թե պետք է մնալ այդ նախընտրական հնարքների տակ։ Հիմա ենթադրենք, որ այո, իշխանությունը ուզեցել է քվեները կենտրոնացնել ընդդիմության քվեները կենտրոնացնել Վարդան Ղուկասյանի վրա։ Լավ, հաջողվել է։ Վերջ, պետք է դուրս գալ այդ
իրավիճակից, որ այդ բանը հաշվի առնել, որ այո, լավ, հաջողվեց, ԿՊ-ն այդ հարցում հաջողվեց, ենթադրենք հաջողվեց ընդդիմության քվեների մեծամասնություն ուղղորդեց Վարդան Ղուկասյանին, օքեյ, լավ, հաշվի նստեք այդ իրողության հետ, ըստ այդմ գործեք, ինչ կա դրա մեջ։ Իսկ եթե չէիք ուզում, այնց անի ուրիշի վրա ուղղորդեր ԿՊ-ն ընդդիմության ձայները։ Հիմա ԿՊ-ն հաջողվել է այդ հարցում, պետք է հաշվի նստեք այդ իրողության հետ։ Շատերի համար կարող է հաճելի չի, ընդդիմության շատերի համար կարող է հաճելի չլինի, որ Վարդան Ղուկասյանը հավաքեց առավելագույն ձայներ, բայց պետք է հիմա հաշվի նստես այդ իրողության հետ։ Ինչ կա այստեղ։ Ողբերգական։ Ամեն դեպքում ողբերգական իրադարձություններ են նախորդել այս տարիների ընթացքում։ Չի թողնում։ Ուրեմն ընդհանուրի շահը պետք է գերակշռի, թե նախկին ինչ-որ տեղի ունեցած դեպքեր։ Մարտոն Գրիգորյանն էլ էր հայտարարում, որ անձնականը իր չի կարելի խառնել եւ չի խառնելու։ Դե ուրեմն իրենք են որոշողը, իրենց փոխարենող է որոշ։ Իրենք պետք է որոշեն, կմիանան, չեն միանա։ Ինչու պետք է ինձ այն տպավորությունը ստացվի, որ գիտեք, թեմի առաջնորդը շատ շահագրգռված է իրենց միանալու կամ չի միանալու հետ։ Աստված իրենց հետ։ Իրենք պիտի գային, խնդրեին, որ ես իրենց միավորեի, ոչ թե ես իրենց հետևից վազեմ, ասելով եկեք ձեզ միավորեմ։ Ինչքան կարելի աբսուրդի մեջ ապրել։ 26 տարի աբսուրդի մեջ ենք այս քաղաքում։ Իման Պուշկյանքը անցավ այս աբսուրդի մեջ, որ ես իմ գործը թողած պետք է զբաղվեմ այն գործերով, որոնք ինձ կարող է եւ չվերաբերեն։ Հիմա տեղի ունեցել, արդյունքները հստակ են, ինչ կանեն, ինչ չեն անի, իրենք գիտեն։ Մինչև ընտրությունը բոլորը գալիս են սրբազան են ասում, ընտրությունից հետո պարզվում է բոլորը արդեն անկախ են, քվեները իրենցն են, իրենք են միայն։ Ես գնացեք, սրանց հետո ոչ ընտրությունից առաջ եկեք, ոչ ընտրությունից հետո։ Սրբազան չնայած ստեղծված իրավունքանը, այդուհանդերձ ընդդիմադիրները կարող են կամ եւ իշխանություն են մի քանի ուղղությամբ գնալ, կամ ընդդիմությունը այդուհանդերձ ձայները տալիս է Վարդան Ղուկասյանի որպեսզի քաղաքապետ ընտրվի, կամ ԿՊ-ն օրինակ ձայները տալիս, որպեսզի Մարտոն Գրիգորյանը քաղաքապետ դառնա, կամ էլ ընդդիմությունը պետք է ձայն տա Սարիկ Մինասյանին, որ նա քաղաքը կառավարի։ Ոնց ուզում եք թող լինի, ինձ համար լրիվ միևնույն է։ Ինձ համար լրիվ միևնույն է։ Ես անդիմադիր եմ, մնում եմ անդիմադիր, բայց ես Սարիկ Մինասյանին չեմ անդիմադիր, ես անդիմադիր եմ ԿՊ-ի։ Սարիկ Մինասյանը կլինի քաղաքապետ, թող լինի քաղաքապետ, այսքան ժամանակ ԺՊ-երի ինչ խնդիր ունեի, ես խնդիր ունեի։ Ես Սարիկ Մինասյանի դեմ չեմ պայքարել եւ չեմ պայքարում։ Ես պայքարել եմ ԿՊ-ի դեմ։ Հակառակ այն բանի, որ մեղադրվել եմ, չէ, հոգևորականը իրավունք չունի, բան եւ այլն, այսպիսի բաներ։ Որոնք մերժելով մերժում եմ, որովհետեւ ես այս քաղաքի բնակիչ եմ։ Եվ այս քաղաքի քաղաքացի եմ, ծնունդով, սնունդով եւ ամեն ինչով, եւ չեմ կարող անտարբեր լինել այս քաղաքի նկատմամբ։ Բայց եթե այն մարդիկ, որոնց ժողովուրդը քվե է տվել, իրենք այսպես են վերաբերվում, թող վերաբերվեն։ Ես էս ասելիք չունեմ։ Ձեզ Սարիկ Մինասյանը կարողացավ այդքան ձայն հավաքել իր անվան շնորհիվ, թե ձեր խաղաց Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դերակատարություն չունի, դերակատարություն ունեցավ վարչական ռեսուրսը, տեղական վարչական ռեսուրսը եւ Սարիկի, այո, որոշակի նաեւ քաղաքի տղա լինելու հանգամանք։ 50% վարչական ռեսուրս, 50% Սարիկ Մինասյան։ Տեսեք, այս ստեղծված իրադրության պայմաններում եւս մեկ հարց կա, որը առաջանալու է քաղաքապետ ընտրվելուց հետո, եթե այդուհանդերձ 1, 2 կամ 3 ձայն նայած թե ով վերապահվելու այդ ձայները, տան օրինակ Վարդան Ղուկասյանին եւ նա ընտրվի քաղաքապետ,
Դրանից հետո օրինակ ավականու նիստերի կայացման հարցն է առաջ գալու կամ քվեարկության ժամանակ է խնդիր առաջանալու։ Դրա համար աղջիկս, դրա համար ես ասել էի իմ հասկացած օպտիմալ լուծումը առաջարկելու էի։ Ասել էի նախ միացեք, հետո մնացած հարցերը քննարկեք։ Հասկանում ես։ Ով որ մտածում է քաղաքի գերագույն շահի մասին, նախ կմիանա, հետո նոր անձնական հարցերը կքննարկի։ Որովհետև քաղաքի գերագույն շահը այս պահին պահանջում է ընդդիմության միավորումը։ Նախ կմիավորվես անպայման, առանց պայմանի, առանց որևէ նախապայմանի։ Միավորվեք։ Միավորվելուց հետո արդեն պետք է նստեք, չէ, հարցերը պետք է քննարկեք։ Այդ ժամանակ կնստեք, այդ հարցերը կքննարկեք։ Ոչ թե հարցերը քննարկեք նախապայմաններով։ Վերջացրեք ես մոտեցումները, վերջո։ Նույն քաղաքից եք, նույն քաղաքի մարդ եք, ընդդիմադիր եք։ Եթե իրոք ընդդիմադիր եք, ուրեմն ինչը կարող է ձեզ չմիացնել։ Իսկ եթե չեք միանում, ուրեմն այստեղ առանձին շահեր ունեք, առանձին խնդիրներ ունեք, որոնք արդեն փաթեթավորում եք ամեն տեսակ փաթեթավորումով։ Ես ասում եմ, էլի շատերի համար է ընդդիմության քվետված, չէ՞։ Վերջո ընդդիմություն 7 տեխնացուն բացարձակ ընդդիմություն էին, չէ՞։ Այդ 7 տեխնացուներին ձայն տված բոլորը չեն բավարարված արդյունքներով, չէ՞։ Այն չմասնակցողներն էլ չեն բավարարված, չէ՞, արդյունքներով։ Բայց պետք է ընդունել այդ արդյունքները, գնալ այդ արդյունքներին համապատասխան։ Հիմա Վարդան Ղուկասյանը հավաքել է առավելագույն ձայները, վերջ, հավաքել է։ Այս է օբյեկտիվ իրականությունը։ Կարող ենք ձեր հաճելի չլինել, Պողոսին էլ, Մարտիրոսին էլ, բայց այդ դա իրականությունը։ Մի փոքր այսպես ընտրությունների թեմայից շեղվելով, Վարդան Ղուկասյանը վերջին հարցազրույցում անդրադառնալով հայոց եկեղեցուն նշել էր, որ եթե հայոց եկեղեցին Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն անի, ես բարձրաձայն ասում եմ եկեղեցու մեջ կգնդակահարեմ այդ քահանային, եթե հանկարծ այդպիսի բան անի։ Ես բարձրաձայն ասում եմ ու կհանձնվեմ, կասեմ տարեք ինձ դատեք։ Իրեն հատուկ հայտարարություն է։ Իրեն իր հերթը չի հասնի։ Իրեն հերթ չի հասնի։ Հասկացեք։ Ուրեմն հայ եկեղեցում չի գտնվի նման քահանա, եթե նույնիսկ գտնվի, իրեն հերթ չի հասնի։ Քահանաները իրենք այդ հարցը գլուծեն։ Դե որ չկարծի էլի, ես էլ իրեն ասեմ, ուզում իբրև եղբայրաբար։ Թող ինքը չկարծի, թե որևիցե հայ քահանայից ինքը ավելի հայ է։ Ոչ էլ որևիցե հայ քահանայից ավելի քրիստոնյա է։ Ինքը ունի այդ բանը, ես ասում եմ իրեն։ Ինքը ունի այդ մտածումը, որ ինքը շատ ու շատ հոգևորականներից ավելի հայ է ու ավելի քրիստոնյա է։ Թող թոթափի այդ զգացումը իր վրայից, այդպես չի։ Ոչ էլ որևիցե հայ քահանաներից ավելի տղամարդ է։ Հայ հոգևորականները տղամարդ են, հայ հոգևորականները հոգևորական են, հայ հոգևորականները հայ են։ Եվ ոչ մի տղամարդ, ոչ մի քրիստոնյա, ոչ մի հայ, թող չփորձի այդ հարցում մրցել հայ հոգևորականի հետ։ Իրեն հերթ չի հասնի։